Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 22-ն է, որը երկուշաբթի, տեսնենք ինչ նորություններ ունենք մենք աշխարհում մեկ եւ Հայաստանում։ Հիշեցնելու համար ուղղակի դուք կարող եք հետևել նաեւ Patreon-ում, լինքը կա ներքևում, ձեր մասնակցությունը Patreon-ում դա ձեր աջակցությունն է մեր ալիքի անխափան աշխատանքի համար, իսկ նրանք ովքեր ուզում են ուղղակի մեկ անգամյա նվիրատվություններով օգտակար լինեն ալիքին, բոլոր հնարավոր տարբերակները կա եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր աշխատանքներին։ Այսպիսի մի նկար է տարածվել, ես ճիշտ ասած նույնիսկ արհեստական բանականության հետ փորձեցի ճշտել սա իրական է, թե սա սարքած է։ Ես անձամբ դեռ սան հաստատող ոչ մի լուր չեմ տեսել օֆիցիալ, իսկ դատելով ուղղակի իմ տեսողական տպավորությունից բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես ուղարկում են ինձ, ես ասեմ, որ իմ կարծիքով սա սարքած է, որովհետև նախ ոչ մի պաշտոնական բան չկա, նույնիսկ ադրբեջանցիների մոտ, ես մի քանի կայք նայեցի, իրանք ձայն չեն անում այս մասին, իսկ ուղղակի ես փոշին ես ջարդված բաներ են նայում եմ, հավաստի չի թվում, այնպես որ խնդրում եմ այս նկարը մի ուղարկեք, որովհետև ես սրա մեջ ոչ մի բան տենց հավաստի ոսես բան կլինի չեմ տեսնում, ասեմ ավելին, իրանք հակված են այս հուշարձանը սեփականաշնորհել, տեսեք, իրանք հակված չեն սա կոտրել, վերջի ես իրանց ելույթների մեջ որ լսում եմ, շատ է հետաքրքիր այս թեման ու զգում եմ, թե իրանք ոնց են ուզում հիմնավորել, որ սա իրենց սիմվոլն է, ես ոչ մի բան առարկելու տեղ չունեմ, ավելի լավ է իրենք հիմնավորեն, որ սա իրենց սիմվոլն է, ձեռ չտան, կան համարեն, որ սա զուտ հայկական է ու քանդեն, հա, թեկուզ ժամանակավոր թող իրանք համարեն այս իրանցն է, թող ամբողջ եկեղեցիները համարեն, որ իրանցն է, ամբողջը, ձեռ չտան ոչ մի բանի, հա, այդ էական չի իրանք ինչ են մտածում, իմ համար կարևոր է, որ հուշարձանները իրենց տեղում մնան, այնպես որ այդ որ տարածվում է, ես հատակ բաներ հիմքեր չեմ տեսնում, խոճապի կարիք չեմ տեսնում նույնպես։ Ընկերներ ջան, ողջույն, այսպիսի սիրուն տեսարանով մի շատ կարևոր հայտարարություն եւ խնդրանք ունեմ բոլորիդ։ Հունիսի 28-ը Մարտակերտի ազատագրման օրն է եւ երբ մենք ապրում ենք Արցախում, այդ օրը մեծ շուկով էինք նշում եւ շատ մեծ էնտուզիազմով սպասում էինք։ Հիմա այս տարի նույնպես Մարտակերտի երիտասարդները որոշել են նշել Մարտակերտի ազատագրման օրը եւ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է փոքրիկ դրամավակ իրականացնել Ռեարմենիա հարթակում։ Ես կթողնեմ համապատասխան էջերի վերաբերյալ ինֆորմացիան եւ հղումները ներքևում, խնդրում եմ ցանկության եւ հնարավորության դեպքում ձեր մասնակցություն ունենալ այդ կարևոր նախաձեռնությանը։ Եվ իհարկե ծրագրի օրը անպայման գալ ու մասնակցել։ Մերսի։ Լավ, ես ճիշտ ասած չեմ տեսնում որտեղ է այս տվյալները, բայց ի նկատի ունեք, եթե մարդկա ցանկություն ունի այս միջոցառման մասնակցել ամսի 28-ին, ասում եմ մյուս կիրակին է անգնում Մարտակերտի ազատագրման օրը անպայման օգնենք մեր արցախցիներին, եղեք իրանց կողքին, իրանք մեր հայրենակիցներն են, մեր քույր ու եղբայրներն են, ով մեր մեջ տարբերություն կդնի, նա իրականացնում է թշնամու ծրագիրը, նույնիսկ եթե դա չի հասկանում, առանց հասկանալու անում, նա պետք է հասկանա, որ ընտանիքի մեջ նման բան անելը դավաճանություն է, իսկ մենք մեկ ընտանիք ենք, բոլոր թերություններով հանդերձ, կա ընտանիք, որ խնդիրներ չունենա ներսում, իսկ եթե մեկը կա, որ առավել եւս աշխատանք է տանում այդ խնդիրները խորացնելու, դա նշանակում է ոչ թե հակված է ընտանիքը բուժելու, համերաշխապրելու, այլ ինքը սնվում է դրանով, ինքը հաճույք է ստանում դրանից։ Ես մեղմ եմ մոտենում հիմա դրանց, ասում եմ մի արեք, դուք իրականացնում եք թշնամու երազանքը։ Եվ վերջը, նայենք այս տեսանյութը։ Նա գիտնականի աշխատանքային հագուստը փոխարինեց ռազմական ամազգեստով։ Ժամանակակից սարքավորումներով հարմարավետ աշխատասենյակը փոխարինեց խրամատներով, իսկ գիտական միջավայրը մարտի դաշտով։ Նա կանգնած էր ազատագրական բանակի ստեղծման ակունքներում։ Նա կանգնած էր հայկական կանոնավոր բանակի ստեղծման հիմքում։ Նա ասաց. «Սա Հայաստան է եւ վերջ»։
եւ իր ողջ կյանքը նվիրեց Արցախի ազատագրմանը եւ անկախ հայրենիքի գաղափարին։ 34 տարի առաջ այսօր սպանվեց մեր հերոսը Լեոնիդ Ազգալզյանը։ Ես այն մասին շատ բաներ եմ լսել։ Դուք կարող եք ամբողջ նայել Սուրեն Պետրոսյանի հաղորդման ժամանակ հոյակապ հաղորդումը պատրաստել, բայց այն ինչ որ ես լսել եմ մարդկանցից, որոնք անձամբ իր հետ են շփվել, դա ֆենոմենալ է։ Իսկ եթե լսեք Լեոնիդ Ազգալզյանը ինքը ոնց է խոսում, ոնց է դետալային բացատրում Արցախի նշանակությունը, հա, այս պատերազմի նշանակությունը, մենք կզարմանանք, որ 92 թվականին այս կարգի մենք տեղեկացված ինտելեկտուալ ենք ունեցել, որ այո, ֆիզիկա, գիտնականը թողել է իր ամեն ինչը եւ գնացել է երկիրը պաշտպանելու, հասկանալով հանդերձ, որ իր գործը հիմա այնտեղ է եւ կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Իմջալոց այդ տարիներին կռվածները բոլորը շեշտում էին մի քանի հրամանատարների անուն, որոնց մոտ զինվորները ինքնակամ էին գնում, որտեղ ջոկատներ էին նրանք դաշտային հրամանատարներ էին, հա։ Օրինակ տեղեր կար, որ մարդկանց զենքով էին տանում այդ հրամանատարների մոտ։ Եթե հրամանատարների կազմակերպած գրոհների մարտական գործողությունների ժամանակ տարբերվում էր եւ արդյունքները Ազգալզյանի մոտ, ում կթողեին հետևում չէին տանի այդ օրվա կռվին, դա համարվում էր ամոթ։ Դա համարվում էր, որ մարդը ինչ որ սխալ արել։ Հասկանում եք ազդեցությունը մարդկանց վրա, որակական ազդեցությունը, մարդկային որակը չափազանց կարևոր է, որովհետև դու ինչ որակի մարդը դնում ես այդ պոստի վրա, այդ միջավայրը ժամանակի ընթացքում դառնում է հենց այդ որակի, հասկանում եք։ Հələ մի հատ նայեք այսօր, նայեք Լեոնիդի մեկ էլ նայեք այսօրվա պաշտպանության նախարարին, կամ վարչապետին, կամ գլխավոր շտաբի պետին, դուք պատկերացրեք ու ռեալ դուք կտեսնեք այդ տարբերությունը։ Ինչ կլիներ, եթե այսօր գլխավոր շտաբի կամ պաշտպանության նախարարի պաշտոնում լիներ Լեոնիդ Ազգալզյանի նման մեծ մարդ։ Մենք այլ պատկեր կունենայինք, թուրքերը այս ոճով մեր հետ երբեք չեն կարող հանդգնել խոսալ, երբեք չեն կարող ինչ որ Արևմտյան Ադրբեջանի մասին խոսալ։ Ինչա ձեզ թվում է այն ժամանակ չէին կարող։ Չկար այս ծրագիրը իրաց մտքի մեջ։ Իհարկե չկար, ժամանակ նույնիսկ մտածելն էր վախենալու։ Այս ամեն ինչը գալիս է, երբ որ դիմացը տենում են մեկին, որի վրա կարելի է անընդհատ ոտեր սրբել, անընդհատ, առանց այդ ոտնաշորը փոխելու իմիջիայլոց, պահել այդ ոտնաշորը անընդհատ վրան ոտքեր սրբելու համար։ Եվ այն մարդիկ, որոնք այս վիճակից սկսում են հաճույք ստանալ եւ ընդդիմանում են, որ դու բողոքում ես այդ վիճակից, անհասկանալի է, այդ չեմ ասում այն մարդիկ, որոնք պատրաստ են այս ընդդիմացողներին հայոյել, վիրավորել, մանավանդ կանայք, ես զարհուրում եմ, երբ որ տեսնում եմ այդ լեքսիկոնով, այդ հայոյախառն, այդ բառապաշարող գրող կնոջ դեմք։ Եթե մեկն է, երկուսն է ֆեյք, չէ որ կան դեպքեր, որոնք կանայք են։ Զարհուրում եմ, որովհետև ես հիշում եմ միանգամից Նժդեի ասածը, որ ազգի ապագան փնտրեք այդ մայրերի ափի մեջ։ Ես պատկերացնում եմ, եթե այդ մայրերի ապագան փնտրեն, իմ ազգի ապագան փնտրեն այդ մայրերի ափի մեջ, նշանակում է մենք վաղուց պետք է գոյություն չունենայինք։ Վաղուց։ Ու այս ամբողջ ընթացքը, տեսեք հələ մեզ որտեղից ուր է իջացել, մտնայք Լեոնիդ, ու նայեք այսօրվա կառավարիչներին։ Ես մենակ Լեոնիդը չէ, էլի մարդիկ կան, բայց այսօր Լեոնիդի մահվան օրն է։ Այս 21-ին, այսինքն ավելի շուտ, արդեն 34 տարին լրացավ։ Դե քելմատ նայեք գահավիժումը, որակական գահավիժումը մերն է։ Եվ մենք ոնց կարող ենք այս գահավիժման մեջ ունենալ այն արդյունքները այն ժամանակ, որ ունեինք։ Այդ արդյունքներն ունեինք, որովհետև այդ կարգի այդ որակի մարդիկ էին կանգնած գործի գլխին ուղղակի։ Տենց է, ցանկացած հիմնարկի գլխին նշանակեք մեկին ու ժամանակի ընթացքում կարճ ինքը
դա կբերի իր մակարդակի վրա, բարձր կամ ցածր, բայց դա անխուսափելի է։ Եվ մենք կարողացանք հանդգնել, նշանակել մեկին երկրի ղեկավար, որի հատակային վիճակը միջև վերջ բացահայտված չէր։ Նույնիսկ հիմա միջև վերջ բացահայտված չի հատակային վիճակը։ Բայց դե ալիտես, որ շատերի համար ընդունելի հատակային վիճակը։ Ուղղակի հիշեցման կարգով էլի։ Ամեն դեպքում սկսել եք այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը։ Կետից չեմ սկսել։ Մի րոպե, դա հաջորդ թյուրիմացությունն է։ Հաջորդ թյուրիմացությունն է։ Վերականգնել նախկին ձևաչափը եւ Ղարաբաղը կողմ դառնալ։ Թյուրիմացությունն է։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս շատ կարևոր նրբություն է։ Դա շատ կարևոր։ Այս էմոցիոն նախկիններն են տվել, ինքը դրանց բերանը, կեղտոտ բերանը փակում է։ Սերժ Սարգսյանին կարելի ամեն ինչի մեջ մեղադրել, բայց այս օրերին կար Միսկի խմբի առաջարկությունը, որ ասեց, չէ, ես թքացուն եմ այդ առաջ, ես իմ կետից եմ սկսում։ Տարիներ հետո կասեր, ես այդ ժամանակ արդեն որոշել եմ, որ Արցախը պետք է Ադրբեջանին էլ, բայց ես չէի ասելու, որովհետև ասեի, դուք ինձ չէիք թողի դա իրականացնել։ Սա իր խոսքերն է։ Ու ձկան հիշողություն ունեցող եւ բարոյազուրկ մարդիկ թքացում են ասանցը։ Թքած այս հանգամանքն իրանք չեն հիշումաշուճանը։ Հիմա որ դնեն նայն էլի մի բան հորինելու է, մի բան ասելու է։ Բայց մենք որ հիշում ենք, մենք որ գիտենք, մեր խնդիրը ոչ թե ինչ որ մեկ էլ կռիվ տալն է, մեր խնդիրը այս տեսակից փրկելն է մեր երկիրը։ Եթե նույնիսկ մեկը չի հասկանում այս տեսակի վտանգը, դա չի նշանակում, որ վտանգը չկա։ Այո, ասում եմ, այս հատակայինը դեռ բան չի, բացահայտված չի։ Ես երկար ժամանակ ուզում եի հասկանալ, այս նկարը, այս գլխարկը Խրուշչովից է վերցրած, ումից է, ու ինչի է հենց այս գլխարկը իր դեպքին։ Ես ասում եմ, անընդհատ իմ մտքին կա, ոչ ինքը ոչի մեջ է, ոչ մի բան, ինչի է հենց սա դրած դատար գլխին, ինչի։ Պարզվում է, որ այս նույննակ նման, նույն ձևի, նույն գույնի, ամեն ինչով գլխարկը կրել նաև Աթաթուրքը։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի անդամները, պետական պաշտոնյաները եւ պետական ծառայողները պարտավոր են իրենց պարտականությունների կատարման ընթացքում կրել թուրք ազգի ընդհանուր ընդունված ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին համապատասխան գլխարկ։ Այս է։ Էլ ինչ ասենք, լոգոն ասենք, էլ ինչ ասենք։ Բայց սա դեր է խաղում, գիտեք ում համար, բացառապես։ Մտածելու ունակ մարդկանց համար։ Մենք վիճակ ենք վատա, որ նույնիսկ Կիպրոսն է ահազանգում։ Հասկանում Կիպրոսը պատգամավորը Եվրոպարլամենտի ահազանգում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել Հայաստանը երկրի երեսից։ Մարդը ուղղակի ասում է։ Ես պարբերաբար լինում եմ Հայաստանում եւ տեսնում եմ, որ այսօր այնտեղ գերակշռում է բացարձակապես չեզոք քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցություն զարգացնելու ձգտում։ Չհասկանալով, որ այդ երկիրը ցանկանում են, այդ երկրները ցանկանում են Հայաստանը ջնջել երկրի երեսից եւ ամբողջությամբ փոխել աշխարհի քարտեզը, քանի որ մենք նույնպես եղել ենք թուրքական քաղաքականության զոհը։ Կարող ենք հասկանալ, թե նման գործընկերներ հետագայում ինչի գործընթացները ինչի հետագայում կարող են հանգեցնել։ Գալիս է մարդը, նայում է, տեսնում է, համեմատում է, գնում է, զեկուցում է, գոռում է։ Հայաստանում այս մարդուն կասեին չար նախանց, պանիկա տարածող ու հայոյանքների բոլոր հնարավոր ձևերը։ Կարծես այդ մարդիկ ուղղակի չեն ուզում մի պահ գոնե նեղություն տան իրենց մտածել։ Ես դրա համար եմ ամեն անգամ գալիս այն եզրակացության, որ այդ որակի մարդկանց ոնց որ մեջը բլոկ լինի, մտածելու նկատմամբ իրենք խորքային ատելություն ունեն։ Լուրջ, մտածելու նկատմամբ, լիչնին неприязнь, էլի։
այնքան ասենք sense ատելություն ունեն մտածելու, մեծ վերանայելու նկատմամբ, որ դրա փոխարեն պատրաստ են հայհոյել ուղղակի, հայոյել իրենց զգուշացնողներին, հայոյել իրականությունները իրենց դեմ դնողներին, չէ, դե գիտեք ինչ ժողովուրդ ջան, ինչ կա, այն էլ լինելու է։ Ընտրությունների արդյունքները վիճակող 7 ուժերի դիմումները գործերը միավորվել են, քննվել են ՍԴ դատանում հունիսի 26-ի նիստում։ Ասել է, թե այս ուրբաթ օրը։ Ես չեմ ուզում գտնել գուշակությունների հետևից, թե ուրբաթ օրը ինչ կորոշվի, ինչ կորոշեն, դե բնականաբար հայ սահմանադրական դատարանը դրա համար չի ստեղծված, որ ինչ որ օրենքի շրջանակներում բան որոշի։ Բայց եթե հանկարծ այդ որոշումից հետո ըստ Նիկոլ Փաշինյանի, որ ամեն ինչ արդար է եղել, չնայած Նիկոլ Փաշինյանն ինքն ասում որ արդար չի եղել, կաշառքներով ամեն ինչ է ձևավորված։ Հանկարծ մեկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից բացի, ԿՊ-ից բացի, ես ինչի չեմ ասում ընդդիմադիր դաշտից, որովհետև իրենք իմ համար ընդդիմադիր են Նիկոլին, ես էլ իրենց եմ ընդդիմադիր, էլի։ Իբր ընդդիմադիր են Նիկոլին, բայց ցանկացած մեկը եթե պատգամավորական մանդատը վերցրեց մտավ խորհրդարան, ինքը դառնում է իմ թիրախը։ Ես մոռանում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը իմ համար թիրախ չի։ Նիկոլ Փաշինյանը իմ թշնամին է, մեր երկրի թշնամին է։ Ես ոնց կարող եմ ասենք բողոքել Ալիևի գործողություններից։ Չէ, նա թշնամի է, գործողություններն պետք է լինեն հետևաբար թշնամական։ Դա է ուժում տրամաբանություն։ Այն մարդիկ, ովքեր մտան խորհրդարան, պետք է իմանան դառնում են իմ թիրախովը։ Այսինքն այս ամբողջ աշխատանքը այս ալիքի ուղղված է լինելու իրանց դեմ։ Դուք կարող եք ընդունել սա սպառնալիք, շանտաժ, իմ համար մեկը։ Չէ՞ որ ես հայտարարում եմ, եթե ես կարող եմ հայտարարել ցանկացած Նիկոլ Փաշինյանի ձայն տվողին, անձնական թշնամին, ի՞նչն է խանգարում ինձ, որ այդ թշնամուն աջակցողներին եւս հայտարարեմ անձնական թշնամի ու դարձնեմ թիրախ։ Դե ամեն մեկը մի ձև է պաշտպանվում, չէ՞։ Ես ուրիշ ռեսուրս չունեմ, քան ձեզանից պաշտպանվելու այս ձևով։ Բնականաբար ես ես ընտանիք, հայ, մայր, ոչ մի բան հայոյելու նպատակ չունեմ ու երբեք դառնով չեմ զբաղված եղել, բայց դուք իմացեք, դառնում եք ուղղակի իմ թշնամին բխող բոլոր հետևանքներով։ Ուղղակի սա ի նկատի ունենալու համար։ Սա լսենք էս տեսանյութը։ Շաբաթ օրերը, որ ծառայել ենք, դրա դիմաց չենք վարձատրվել։ 28 տարի բանակում ծառայած փոխգնդապետը դատի է տվել պաշտպանության նախարարությանը։ Նորայր Հարությունյանը ռազմական գերատեսչությունից պահանջում է շուրջ 7 միլիոն դրամ ծառայության ընթացքում շաբաթ օրերին աշխատելու դիմաց։ Պնդում է, չի վճարվել։ Բայց երեք փաստաբանս հաշվեց, որ էլի կա, որ արձակուրդի չվճարված արձակուրդի օրեր էլ կա։ Այսինքն քանակը հաշվվել է, բայց թերի։ Արդեն 3 տարի ծառայությունը թողած զինվորականն ասում է, արձակուրդների թերի վարձատրությունն էլ փաստաբանն է պարզել։ Ծրագիր եմ ունեցել, ծրագրով դասացուցակ եմ գրել, դասացուցակի համաձայն դաս եմ արել։ Ես որ շաբաթ օրը չգնեմ, բայց շաբաթ օրվա դասերով աներ։ 48-ամյա փոխգնդապետը պատմեց, ինքն անձամբ չի էլ կասկածել, որ թերի է վարձատրվում։ Զորացրվելուց հետո վերջնահաշվարկ են արել եւ միայն հետո է տեղեկացել խնդրի մասին, ընդ որում նա միայնակ չէ։ Դատարաններն այժմ քննում են շուրջ 100 զորացրված զինվորականների նմանատիպ հայցերը։ Մենք ենք ընտրել մասնակցությունը, մենք ենք գնացել ծառայել, հա, բան չունեմ ասելու, բայց ճիշտ է, պետք է վարձատրվեինք ավել, պայմանական, պետք է վարձատրվեինք ավել, չենք վարձատրվել։ Չէ, որոշակի մարդիկ, որոնց այդ իրաց գործառույթներ, իրանք էլ դրա համար էին աշխատավարձ ստանում, պետք է հաշվարկեին ու ներկայացնեին։ Խոսքը ինչի մասին է։ Սա կոչվում է պարզ նախընտրություն։ Հələ կոռուպցիան, որ բանակի մեջ կոռուպցիան, սա պետական դավաճանության հավասար մի բան է։ Հիշում եք Փաշինյան Նիկոլ ինչով եկավ իշխանության։ Բանակը թալանել եք, բանակը թալանել եք 88 թվականի զենքը եւ այս։ Թալանը ունի տարբեր շերտեր։ Սա էլ է թալան, սա էլ է կոռուպցիա։ Երբ որ դու մարդկանց զրկում ես աշխատավարձից, հետևաբար զրկում ես նաեւ մոտիվացիայից, որ նա ծառայի հայկական բանակում։
Սա երբեք չէր կարող լինել ոստիկանների նկատմամբ, որովհետև ոստիկանները մի բան էլ ավել են միշտ ստացել ու Փաշինյանն կողմից նրանք հայտարարվել են որպես պետականության ողնաշար, ես հիշեցնեմ։ Բանակը նա չի հայտարարել պետականության ողնաշար, բանակը նրա թիրախն է, բանակից այո պետքա հերել ինչ հնարավոր է, բանակին պետքա սպանել, եթե դա հնարավոր է։ Սրա նախընտրությունները սա պետական դավաճանության շարքից է, որտեղ նման վերաբերմունք չի եղել եւ չէր կարող լինել ոստիկանների նկատմամբ ինչի։ Ոստիկանները պահում են իր իշխանությունը, իրա, իսկ բանակը պահում է հայրենիքը, որը պետք է ուղղակի sense կտոր հանձնել թշնամուն, ինչն էլ ինքը արել է։ Եվ այս հանգամանքը, որ այս մարդիկ էլ բանակում չեն ծառայում, հենց դրա համար է, որ կարողանաս 44,000-ից իջեցնել մինչև 14,000 զինվոր, ասում են ինչ նշանակում 14,000 զինվոր։ Ոստիկանները 2-3 անգամ շատ են, 2.5 անգամ ավելի շատ ոստիկան կա Հայաստանում, քան մեծացած սահմաններով Հայաստանի համար ծառայող զինվորներ։ Այս եթե հանկարծ մեկը կփորձի ինձ ասի, բա ինչ եք այս տվյալները, բանին ասում, թշնամուն ասում, այս տվյալները խորհրդարանում է հայտարարվել։ Ես ինքս բանով կոնսպիրացիայով չեմ զբաղվում եւ ներսում մարդ չունեմ, այս տվյալները խորհրդանի ամբիոնից է հայտարարված։ Ես գիտեմ, ամեն լինելու են, ասենք, բիոզանգված կա, չէ, որ ասենք նստած ֆիլտրում է, որ մի բանի վրա հայոյի է էլի։ Հիմա ես այդ թափոններին ուղղակի ասեմ, դուք ուշադիր չեք եղել, եթե չեք լսել ոնց է այդ տվյալները հայտարարվում Հայաստանի ամենաբարձր ամբիոնից։ Այնպես որ ձեր ղեկավար Փաշինյան Նիկոլը ծրագրված դավաճանական գործողությունները ավել հայկական բանակի նկատմամբ։ Նրա կազմը փոքրացնելով, մարդկանց զրկելով իրենց աշխատավարձներից, ոչ թե պարգևատրումներից, այլ աշխատավարձից։ Դրա դիմացը պարգևատրում են աշխատավարձներ են ստանում, բոնուսներ են ստանում ովքեր պատրաստ են ժողովրդի մահակներով ծեծել Փաշինյան Նիկոլի իշխանության։ Սես մի հատ դիակ կար։ Որոշել եմ, որ ինքը այլ նախագահ չի, եւ որպես ինքը շատ չտխրի, այս դիակը իմջելոս Լևոն Տեր-Պետրոսյանը դիակն։ Ես առաջի անգամ չի, որ նշում եմ, ուզում եմ նորից հիշեցնել, որ շատ կասկածելի տարօրինակ ձևով բոլոր պետականակործան գործարքների այդ կարևոր տեղերում նստած մարդիկ Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերն են։ Դեռ 90-ական թվականներից։ Մակունցը, Ջանգիրյանը, սա այն մի հատ Վլադիմիր Բանկաշ, չէ, Պողոսյանն էր կարծեմ։ Մի խոսքով, որ Փաշինյան Նիկոլի խոսնակն էր, հետո դարձավ Ուկրաինայում դեսպան, մի խոսքով։ Բոլորը։ Լևոնի կադրերն են։ Ինչով են աչքի ընկել, սրանք թուրքերին ծառայելով։ Սա էր, որ մեր զինվորներին զինվորներին, մեզ հիվանդ ժողովուրդ առնետ կոչողին շնորհակալություն էր։ Մեր ցեղասպանությունը կազմակերպածին, էթնիկ զտումը կազմակերպածին շնորհակալություն էր այդում։ Սա, իսկ հիմա սրան տվել են գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը։ Սա է գլխավորելու գիտությունների ազգային ակադեմիան, հասկանում եք ինչ է նշանակում գիտությունների ազգային ակադեմիա։ Սա պետք է ղեկավար։ Նշանակում է մենք էլ գիտությունների ակադեմիա չունենք։ Այն ինչ որ կա մնացել է, այդ էլ չի լինելու։ Դե հա, ինչին է պետք գիտությունը։ Նիկոլը ինքն է ասել, գիտությունը ինչին է պետք։ Ընդհանրապես ում է ծառայում այդ գիտությունը։ Հա։ Մանավանդ, եթե դպրոցներ չի լինելու, 250 դպրոց եք փակում։ Եթե համալսարաններն եք փակում, ֆիզիկայի ամբիոն եք փակում, պատմության ամբիոն եք փակում, ինչին է պետք գիտությունը այս երկրի։ Ինքն ասել է պարզ, եթե կրթությունը գնալովի գալովի է, ժամանակակից է, հիմա էլ կրթվի, որ ուժեղ լինես։ Կրթվել ո՞ն է, կրթվել կարես եմ բանը մանցել։ Ռիլ եմ դիտել, ես արդեն կրթված եմ, չէ՞ որ դրանել, եթե նայում եք իրենց չափանիշները, իրենց չափանիշները կարճ վիդեոներով է տա էլի, իրենց կրթությունն է, էդի։ Բնականաբար գիտությունների ակադեմիայի երեք տապանակալը պետք է դրվի այս դիակի ձեռքով։
որովհետև այս գիտությունների ակադեմիան հանկարծ կարող է պետականամետ մեր պետության համար կարևոր մշակումներ անի հանկարծ չգիտեմ ֆիզիկայի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում հազար մի բան կա, չէ, պետք է սպանել վերջնական ձեռքով, ինչպես սպանվեց Նախագահի ինստիտուտ Հայաստան։ Սրանք 27 տարի անց արտաշիրիմում դատաբժշկական նոր փորձաքննություն եւ շրջադարձային բացահայտում ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արսրուն Մարգարյանի սպանությունից գրեթե 3 տասնամյակ անց հերկվել է նրա ինքնասպանության վարկածը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունից 1998 թվականի դեկտեմբերի 10-ից գրեթե 2 ամիս անց 1999 թվականի փետրվարի 9-ին ժամը 15:30-ին Երևան-Սևան մայրուղուց նոր հաճն ավանտանող Խաշմերուկին հարողամայի տարածքում հայտնաբերվել էր ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Արսրուն Մարգարյանի դին հրազենային վնասվածքներով։ Ընդ որում հետաքրքրություն էր ներկայացնում հրազենային վնասվածքների տեղակայումները։ Առաջին հրազենային վնասվածքի մուտքի անցքը գտնվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մասում, իսկ ելքի անցքը հետին մասում կրծքավանդակի ձախ կեսի, իսկ երկրորդ վնասվածքը գլխի այսինքն աչք հունքածոծրակային շրջանի հատվածում։ Մուտքի անցքը եւ ելքի անցքը ձախ ճակատոսկրային շրջանում։ Դեռևս 1999 թվականին նախաքննության սկզբնական փուլում Արսրուն Մարգարյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել նրա թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյաններին։ Սակայն նախաքննական մարմինը հանգել էր հետևության, որ Արսրուն Մարգարյանը գտնվելով երկարատև լարված վիճակում դեպրեսիայի մեջ գործել է ինքնասպանություն չգտնելով այլ ելք։ Բա միա ճակատի նախապե միա սրտին հենց խփել բամբուշտա ցակել անցելա կամ խփել սկզբից սրտին ցակել անցելա հետո մտածել եք չի չէ սպասի մատ էլ գլխից խփեմ էլի դուք պատկերացնում եք 99 թվականի քնչականի գործողությունները հիշում եք ով է այդ ժամանակ հիշում եք չէ ովքեր այդ ժամանակ վարչապետ, նախագահ, պաշտպանության նախարար չէ, ԱԱԾ նախարար, որ այդ ոստիկանություններ միացած։ Ամբողջը գտնվում էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։ Ու մի անգամ գնի ինքնասպանություն է եղել։ Հիմա որոշել է 27 տարի անց բացահայտել ու պարզվել է, որ մարդը չի կարա ինքն իրան խփի համ գլխից համ սրտից 27 տարի էր պետք սա բացահայտելու համար։ Սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները հնգամսյա կալանքից հետո 1999 թվականի հուլիսի 2-ին ազատ էին արձակվել։ Կալանավայրից դուրս գալուց հետո Ամեկ+-ին տված հարցազրույցում թիկնապահներից Արսեն Խաչատրյանը պնդել էր ինքը մեղավոր չէ։ Գործի հետ ոչ մի առնչություն չունեի սկզբից եւ ինչ որ եղել է իրական ճշմարտությունը ես առաջ օրվանից է հայտնել եմ իրավապահ մարմիններին։ Արդյունքում սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չէր ենթարկվել եւ դա այն պայմաններում, երբ Արսրուն Մարգարյանի մարմնի վրա արկա է եղել հրազենային 2 վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում։ Սա դեռ հոկտեմբերի 27-ը չկա։ Սա դեռ վարչապետը բանը Վազգեն Սարգսյանը մի խոսքով բոլոր ֆիգուրները կան գործող բոլոր ֆիգուրները կա ու երկու կարևոր ուժայիններ գնդակահարվում են 3 ամսա տարբերությունով ու ոչ մի ցանկ ու այսօր որոշել են դա բացահայտել ինչի այսօր Գործը նոր ընթացք ստացավ 2025 թվականին, երբ քննչական կոմիտեում նախաձեռնվեց նոր քրեական վարույթ։ Իսկ ինչի 2025 թվականին նախաձեռնվեց, այլ ոչ թե 2018 թվականին։ Հարց. ու հետաքրքիր է ոչ թե նոր փաստեր արձանագրվել, հա, նոր փաստեր իրար հետ ի հայտ եկել, նոր դրա հիման վրա է բացվել, դա կներ տրամաբանական։ Ոչ մի նոր փաստ չկա, ոչ մի նոր իրավիճակ չկա, որոշել եմ վերաբացել։ Ինչի։
Եթե մեզ խոստացել եք, որ այս ամեն ինչը պետք է 18 թվականին բացվեր, չէ՞։ Մեկ տարի կատարված նախաքննությամբ կատարվել են բազմաթիվ քննչական Արտաշիրում են գործողություններ, այդ թվում արտաշիրմում դիակի մասունքներով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն եւ փորձագետի եզրակացությամբ երգվել է նման պայմաններում Մարգարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը, քանի որ Հեշկվել է, իհարկե, այն ժամանակ էլ էր հեշկվել։ Այն ժամանակ էլ բոլորը գիտեն, որ դա ինքնասպանություն չէր կարա լիներ։ Գնացեք ցանկացած օպերի հարցրեք։ Ցանկացած ոստիկանի հարցրեք։ Կա չբացահայտվող գործ։ Ընդհանրապես լինում է, տեսնա։ Կասի 1000-ից 1։ 999 գործ կարող է լինի բացահայտվի, մեկը կարող է լինել չբացահայտվի։ 0.ինչ-որ% չբացահայտվելու բանը հավանականությունը։ Եթե չի բացահայտվում, ուրեմն պետք է որ չբացահայտվի։ Հիմա ես ուղղակի ցես հիշացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ այնքան հանցագործություններ եղել ու սպանություններ են եղել։ Ես դա մասին առանձին հաղորդում եմ արել։ Փաշինյան Նիկոլ, դու պետք է իմանաս։ Իհարկե բացահայտեք, տեսնեք ով է սրա հետևում կանգնած։ Իհարկե պետք է ամեն ինչ բացահայտվի։ Նայ, հենց ոտդ քաշեցիր։ Այլ հետքերով այս հանցագործություն կատարողներն են ցուսմունք տալու քո դեմ։ Դες ինչ եմ ասում վստահաբար քո դեմ, որովհետև Հայաստանի պրակտիկայում չի եղել, որ պետական մակարդակի մի հատ հանցագործություն լինի ու դրա գլխին կանգնած չլինի երկրի ղեկավարը։ Չկա, Հայաստանում մարդ սպանելու լիցենզիա ունի բացառապես օրվա իշխանությունը։ Այտենց ա եղել, այտենց կա։ Եթե չկարողանանք ընթացքը կասեցնել, այտենց էլ լինելու է։ Հələ մեզ պետք է զեկուցեն, ոնց եղավ Կուտոյանին ինչ սպանեցի։ Այդքան կրակեստան վրա վերջում իրան։ Ասեցին ու տենց է, էլի, ոնց որ Արծրուն Մարկարյանը, խփեց մի հատ գլխին տեսավ, լավ չի ստացվում, մի հատ է սրտին, կամ հակառակը, էլի։ Այդպես մի օր բացահայտվելու, որ Կուտոյանը չէր կարող ամբողջ տան մեջ գնդալ բան անել, կրակել, վերջում էլ ինքն իրան խփեր։ Ոչ մի ինքն իրան խփող մարդ ամբողջ տունը չի սարքում սետկա կրակոցներով։ Իմաստ չկա որ։ Այտենց դեպք քրեական պատմության մեջ գրված չի։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ թարմ հետքերով բոլորը սկսել են պատմել դու ու միջոցով ինչի համար ոնց ես հրամանատվել այդ բոլոր հանցագործությունների իրականացման համար։ Բարձր, այս քո նախաձեռնությունն էլ եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ անկախ նայած քո մոտիվացիան որն է հիմա որ դու բացահայտել ես, բայց փաստը մեկը, որ չբացահայտվող հանցագործություն գոյություն չունի։ Նույնիսկ եթե դա եղել է 27 տարի առաջ, այնպես որ նկատի ունեցի։ Ինչ ենք իմանում, որ Ադրբեջանը այն Ադրբեջանը է, որ ռուսները լավ չի, որ Ուկրաինային շատ է սիրում, օգնում է, որ Ադրբեջանի պետական հիմնարկները մասնակցում են Ռուսաստանում զենքի արտադրության մեջ, որը գնում է կրակում է Ուկրաինայի վրա։ Ես որ ասում եմ սրանք իրար բերան թքած ունեն կներեք արտահայտության լսանում։ Բոլորը նույն հանցագործ խմբից են։ Գիտեք ինչ է Զելենսկին չգիտի սրա մասին, որ շռայլորեն գովում է բանին Ալիևին, չգիտի, իհարկե գիտի։ Բոլորը գիտեն։ Ձեզ թվում է ցած ասեմ Ռուբիոն, որ վասելով եկավ Իլհամ Ալիևի մոտ, մի գովազ կամ Ջեյդի Վենսը, որ սանկցիաների տակ են պահում Ռուսաստանը, բայց սիրում են Ալիևին, չգիտեն, որ Ալիևի պետական հիմնարկները աշխատում են Ռուսաստանում զենքի արտադրության մեջ, ու այդ զենքը կրակում է Ռուսաստանի վրա։ Մի process, որը սանկցիաների տակ է, ու այդ սանկցիաների տակ աշխատող երկրի հյուրերն են իրանք։ Թրամփի մակարդակի վրա գովում են մի մարդու, որը չգիտի ընտրություններն ինչ բան է, մի խոսքով համել մասնակցում է ռազմական հանցագործությունների մեջ ու գնում գովում են, թե Ուրսուլա ֆոն դեր Լայնը տեղյակ չի, թե Մակրոնն ու մնացած մերս, ստարմեր բան դրանք տեղյակ չէ։ Իհարկե տեղյակ է։
Ուղղակի այսօրվա կուրսով նավթի գնի հետ կապած, քաղաքական կուրսի հետ կապած, Ատենցապ է դրա համար էլ Ալիևը, այո, լիդերով կարա պատերազմ մղի Ուկրաինային, լիդերով այդ պատերազմող երկրի նավթը վաճառի Եվրոպային եւ ասի Ալեք ստեղլը, Ալեկի մոտ, հələ դուք իմ մոտ պետք է հավաք անեք, ես էլ ձեզ պետք է թելադրեմ, դուք ոնց պահեք ձեզ։ Գիտեք, ցինիկ ու լկտի է քաղաքականությունը։ Համաշխարհային քաղաքականությունը առավել ևս, երբ որ ասես դնում փառում ես գետնին, ասես փառում ես սեղանի վրա, ասես նայում ես։ Ու այս ամեն ինչը իմանալուց հետո, երբ որ տեսնում եմ իբր ճակերտներով եմ ասում, ռուսամետներն ու եվրոպամետները լոզունգներով, դրոշներով կռիվ են տալիս իրար հետ, ասում դա։ Լավ, ասենք նրանք անբարերական, դա արդեն պարզ է մեր համար։ Բա դուք այսինքն ձեր համար նորմալ է այս ամեն, չէ՞։ Մենակ չասեք, Եվրոպայում չգիտեմ։ Եվրոպայում չգիտեմ, որ Ադրբեջանը իրենց ռուսական նավթն է վաճառում, հա։ Չգիտեմ, որ Ադրբեջանի պետական հիմնարկները աշխատում են Ռուսաստանում, կապ կա այնտեղ, զենք են արտադրում, մի խոսքով։ Կամ այդ փողը նավթի վաճառքից գնում է, դառնում է զենք կրակում է Ուկրաինայի վրա, չգիտեմ։ Այո, քաղաքականությունը պոռնկություն է, երբ որ դրանով զբաղվում են պոռնիկները։ Զուտ դրա համար է քաղաքականությունը պոռնկություն։ Այո, տենց է ստացվում, երբ որ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քո քաղաքականությամբ, քո կյանքի հարցերով, երբ որ դու չես զբաղվում, պոռնիկները սկսում են քո վրա, քո կյանքի վրա, քո ապագայի վրա, փող աշխատելով զբաղվել քո իսկ ապագայով, քեզ վաճառելով։ Դա տենց է, ժողովուրդ ջան։ Ու մեզ ինչ են արել 30 տարի, ես հիշացնեմ։ Սերժիկը, Ռոբիկը, դայց առաջ Լևոնը մի քաղաքականացրել, մի զբաղվի քաղաքականությամբ, սա եղե հրամայականը։ Հերու մնա դրանից, թող մենք ինչ որ պետքա քո փոխարեն կանենք։ Քեզ կառնենք կծախենք, կառնենք կծախենք։ Քեզ ինչա պետք չբողոքել համար 5000 դրամ, առ տարի 5 տարի 1 գնա կերետ 5000 դրամ ու ձենդ կնի վերեգի տեղը։ Մենք ինչ պետքա կանենք, մենք մեծ կետից կանենք զրոյական, պետքա քո երեխեն պարտավոր է ծառայել տանում, բանակում, բայց պետքա կտանենք, սպանենք, որ մեր գործողությունները արդարացնենք դրանով։ Այս սա է եղել լոգիկան Հայաստանի կառավարման համակարգի առ այսօր սա է։ Առ այսօր։ Ինչ անել։ Դառնալ սեփական ճակատագրի տերը։ Չնստել ու նայել քեզ ոնց են առողջախի մեջ դրած, այս պինգ-պոնգի նման տշում ես կողմից այս կողմ։ Եթե իհարկե համաձայն չես դրա հետ, ամբոստանալ դրա հետ։ Ոնց ուզում ես։ Ես չգիտեմ ամեն մեկի, ես իմ ձևն եմ գտել ամբոստանալու։ Ընտրությունների գնալ ամբոստանալը, սրա մասին խոսալ ամբոստանալը, մարդկանց լուսավորելը ամբոստանալը։ Սա ամբողջ ամբոստանալու ձևեր են, ով ոնց ուզում է պետք է անի, բայց եթե ինքը չի ուզում դա մնա պինգ-պոնգի կարգավիճակում, վեր շպրտեն այս կողմից են կողմ, ով Եվրոպա եւ Ռուսաստանի մեջ կռիվ կտեսնի, խոսա բերանը փագել ուղղակի այս փաստերով։ Եվ ոչ միայն այս փաստերով, մենակ Նիկոլ Փաշինյանի ընտրությունները ճանաչելը, սա եվրոպական այս հեքիաթի տապանակալն է, վերջն է իմ համար, սա վերջակետն է։ Որից հետո ես չեմ ուզում այդ Եվրոպա բառը լսել։ Չեմ ուզում, եւս մի քանի տարի չեմ լսելու։ Միջև ներողություն չեն խնդրել հայ ժողովրդից, այս տականքին դեռ ընտրությունները չավարտած հաղթող ճանաչելը։ Այսինքն թքած ունեն ժողովրդի մնացած այն 10% հաշվելը 80%-ի վրա։ Նույնիսկ եթե 80%-ը ընտրելա մարդու, որ իրան սրտով չի, ճշմարտությունը կայանում է նրանում, արդարությունը, որ դու չես կարող արհամարես քո ոչ ճաշակի մեջ ընտրությունը։ Չես կարող ասես ես դեմոկրատ եմ այնքան ժամանակ, քանի ես ամեն ինչ իմ ճաշակի մեջ է։ Ես արդար եմ այնքանով, քանի դեռ իմ շահերին չի հակասում սա։ Այս դերից է սկսում պոռնկությունը։ Դա ման եմ ասում, քանի դեռ եվրոպական կառավարիչները ինձանից, իմ ժողովրդից, մեզ բոլորիցս ներողություն չեն խնդրել,
իրենց հանցավոր միջամտության համար Հայաստանի ընտրություններում Ամերիկայից մինչև Եվրոպա։ Իրանք իմ համար հակված թեմա է։ Ինձ համար է, երբ որ ես եվրոպական քաղաքակրթության կրող եմ, ինքս իմ տեսակով։ Այսինքն որ մի քիչ ճանաչում է գիտի էլի այսօր։ Ու այս պահին իրանք սենց այս մանավանդ այս ֆոնի վրա իրանք Ռուսաստանից ոչ մի բանով չեն տարբերվում, բացարձակապես։ Զելենսկուս էլ ոչ մի բան չեն տանում։ Իսկ գիտեք ով է տուժում։ Այն մարդիկ, որ Ռուսաստանից գնում են մեռնելու, մեկ էլ այն խեղճ ուկրաինացի, որոնց վրա կրակում են, որոնց հաշվին պատերազմ է իրականանում, որոնց հաշվին որոշ մարդիկ հարստանում են։ Բոլորը գիտեն ամեն ինչ, բոլորը եւ Ամերիկայում գիտեն, եւ Պենտագոնում գիտեն, Իսրայելում գիտեն, Եվրոպայում գիտեն, բոլորը ամեն ինչ գիտեն։ Ու այնա ինչ որ հիմա կա։ Կրակաչ։ Եվրոպան որոշել է էլի սառացած պայի Թուրքիայի անդամակցությունը։ Համաձայն չի իրաց դեմոկրատական ինստիտուտների աշխատանքի հետ։ Հա։ Ու սենց իրանց վերջ պահել է, որտեղ հասկանում են մի բան, ինքնապաշտպանության բնազդը դրանց մոտ աշխատում է ամեն դեպքում էլի, որ Եվրոպա մուտքը Թուրքիայի դա Եվրոպայի մահն է։ Բայց չգիտես ինչի իրանք հանգիստ են, որ Եվրոպա Թուրքիան կարա մտնի Հայաստան։ Այսինքն իրանք չեն ուզում եվրոպական ցիվիլիզացիայի մահը, բայց իրանք հանգիստ կարան փուրը տան Հայաստանի։ Արա դա լավ բան է, բան թունեք ձեր գիրկը։ Այդ ինչի Եվրոպայի մաս չի կարա լինի Թուրքիան, բայց Հայաստանը կարա լինի թուրքական աշխարհի մաս։ Ոնց ու մեկ ուզում է, որ ես իմ նման մարդիկ, ասեմ մենք ուզում ենք գնանք Եվրոպա, լուրջ ես արդեն ասեցի։ Կոյք ես նկարն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Այն ինչի ճեպում իմ Հայաստանն է։ Չկան ծառերը, փողոցներն անպաշտպան են, ասենք երբ որ կարող էր 10 աստիճանի տարբերություն ունենալ, 10 աստիճան, սա այսքան է ցույց տալի, այսքան։ Առանց ծառ եւ ծառով։ Եթե առանց ծառ 37-ը, ծառերի պայմաններում, այն հանգամանքում, որ ուղղակի ասֆալտը չի տակացնում, դե ռեֆլեքսիան չի տականում եւ չի արտանետում վերաբետակությունը, դու ունես 27։ Որ Հայաստանի պարագայում, Հայաստանի 4 օդի պարագայում դա հսկայական տարբերություն է։ Այ օրինակ այն տարածքները որտեղ խոնավ է օդը, էական չի դու ստվերում ես կանգնած, թե ինքը օդն է խոնավանում, օդը խեղդում է արդեն, հա։ Եվ 37 տարեկան դա արդեն 37 աստիճան դա արդեն հնարավոր չի էլի դեռ։ Բայց Հայաստանի 4 կլիմայի պայմաններում այսա հսկայական տարբերություն է տալիս։ Իսկ ինչ ունի Հայաստան այսօր, փողոցներ, դեռ ինչքան որ մնացել է, բայց առանց ծառ։ Էլ չեմ ասում փոշին, չեմ ասում էկոբալանսը, ցիտիկների բացակայությունը, ворթերի ակտիվացումը, մի խոսքով, էկոբալանսը սպանված է Հայաստանի։ Հայաստանում ոլորտ չկա, որ սպանված չլինի, ոլորտ չկա։ Բայց Հայաստանում կա մարդիկ, շեր, որոնք կամ չեն հասկանում իրանք ինչ վիճակում են ու սա ընդունում են, հա։ Ես չեմ կարող անբացատրել, ժողովուրդ, ես չեմ կարող հասկանալ։ Նիկոլին ձայն տվողի ես չեմ կարող հասկանալ ոչ մի պարագայում, հասկանում ես, ոնց կպտում եք դա մեղք է դուրս գալի։ Ոնց կպտում եք դրան ձայն տալը հանցագործություն է դուրս գալիս։ Որ անկյան տակ նայում ես, իրանք հանցագործություն են արել։ Ընտրել են մարդկանց, որոնք այս հանցագործությունն արել են այս պետության գլխին։ Ու շարունակում են անել։ Սա նայեք, այս կադրերը նայեք։ Կիևյան կամուրջը փակ է։ Երևան քաղաքի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը 2 ամսից ավելի ժամկետով դուրս է բերվել շահագործումից։ Ես ապրում եմ մի կղզում, որը բոլոր տեղերի հետ Մանհեթենի կողքն է, ինքը sense կղզի է, ուրեմն Բրուքլին ու Նյու Ջերսի բոլոր կողմերը կապված է 4 կամուրջով։ 4 երկու արգանի, երեք արգանի, իսկ ոնց ուզում ես դուրս գալ, դու կամուրջով ես դուրս գալիս։ Երկար կամուրջներ են։
այդ կամուրջները մշտական վերանորոգվում են, մշտական, բայց դու դա չես տեսնում, որովհետև այդ կամուրջը ոչ թե վերևից են վերանորոգում, ասկի թե ասֆալտը պետք է քանդեի կարա, դուք ասֆալտը քանդում եք անուն դնում եք կամուրջ վերանորոգել, Անոր դուք ուզբեկ չեք, թե այս ամբողջ հայազգին եք դրել դուք ուզբեկի տեղ, մի մասը բաց թողեիք, գոնե մի ուղղությամբ աշխատեր, ես հիմա պատկերացնում եմ դա աջափնյա գնացողների վիճակը, ինչ ծանրություն անկել բանի վրա, հաղթանակի կամուրջի վրա, աներևակայելի է սա, որ ասենք ասֆալտը քերեն, մի քանի միլիոն դրամ, կամ մի քանի 100 միլիոն դրամ էլ դա ասֆալտից ուտեն, արա ասֆալտ քանդելու կամուրջ չեն բանը փակում, հա, ու 2 ամիս, բայց ինչ ասեմ, ես բան չեմ կարող ասել, ազնիվ խոսք ասել, մանավանդ որ տեսնում եմ այն նորակառույցը հենց ձորի բերանին, ես ուղղակի ուզում եմ իմանամ, տեղափոխ կա, լուրջ ասենք տուն առնողը ինքը վստահել է սրանց շինարարներին, սրանց շինությունը թույլ տվողներին, այս անվտանգությունը խոստացածներին, լուրջ չասեմ, երկե ձեր գործն է, ձեր կյանքն է, ձեր միջոցներն է, այս տեսանյութ եմ ուզում նայեք, սա սոսկալի տեսանյութ է, երեխային տանում են ընտանիքից, ոստիկաններով, սոսկալի տեսանյութ է, դեպքեր տեղի ունենում Գերմանիայում, որտեղ երեխան դպրոցում ուղղակի պատմել է, որ իր ծնողներն ասել է, գիտես ինչ, բալես, հոմոսեքսուալիզմը լավ բան չի, եկել են ու ծնողներին զրկում են իրենց երեխաներից, Գերմանիայում, վաղուց ես երեկես ամասին խոսացի, որ օրենք ընդունվեց է, որ միգրանտների ասի կարող է Եվրոպան սկսել է գնալ Եվրոպա, միգրանտների հոսքը դադարեցնել եւ ով կա հետ ուղարկել, ուրեմն վաղուց եվրոպական երկրներում եվրոպացիները չեն ղեկավարում, սրանք են սիոնիստներն են, հիմնական բոլոր կենտրոնում, որոնք Եվրոպան վերացնելու, ընտանիքը քանդելու ծրագիր են իրականացնում, այլասերության, ընտանիքի մոդելի խեղման, հոմոսեքսուալիզմի քարոզի, ես բանում Զալցբուրգում, որտեղ բանում Մոցարտն էր ծնվել, Զալցբուրգի ծննդավայրում համերգ ունեի 2018 թիվն էր, հենց իրանց այդ ամենամեծ թատրոնն էր, Զալցբուրգ ֆեստիվալ թատրոնն է կոչվում, ֆեստիվալ հոլ, ուրեմն արտակարգ տեղ այն Զալցբուրգը ու լեռների մեջ է, այն հյուրանոցը, որ ես ապրում էի, այդ Զալցբուրգից թունելով էինք անցնում, թունել անցնում ես, կողքի քաղաքում էր մեր հյուրանոցը, որտեղ Զալցբուրգ ինքը շատ փոքր է, ու հյուրանոց ժամանակակից բան սարքելու տարբերակ չկա ինքը, շատ ավստրիական, շատ castle համով քաղաք է, մի խոսքով է, այդ թունելով էինք գնում գալի, շատ ժամանակ ուղղակի այդ համերգից հետո, այդ լարվածությունից հետո, որ մի անգամ ես չգնաց քննելու, հանգստանալու ես քայլելով էի գնում, մոտ 15 րոպե, ու ինձ հաճելի էր, լավ եղանակ, ամառ էր, ինչ եմ ասում, այս ամբողջ ճանապարհին ռեկլամներ կան բնականաբար, ամբողջ չէ, հոմոսեքսուալիզմի քարոզ, ջայլ աղջիկ երեխեք իրար համբուրվելու տեսարաններ, տղաներ իրար գրկած, ամբողջ այս ճանապարհը, սենց անես մտածում եմ, Վիեննա, Մոցարտի ծննդավայր, Ավստրիա, Մոցարտի ծննդավայր, ընդեղ իր տունն է, ընդեղ այդ համերգն է, դուրս ես գալի, մտնում ես այդ թունել, մտածում ես, դու ես ուր ես ընկել, դա մեքենայի ճանապարհ կար եւ ոտքի էլի, ես ուր ենք ընկել, սա դիտավորյա դրված ծրագիրը, ինչա կատարվում նորվեգական երկրներում, սկանդինավյան երկրներում, ինչա կատարվում, ինչ օրենքներ կա,
ինչ արվեստի մեջ ինչ նախարախոսվում, այդ սատանիզմի սիմվոլները կերած ամբողջ Նորվեգիան նոր են բացահայտում իրենց բանը, արվեստագետները, որ ամբողջը Էփստինի ֆորմուլաներն է։ Այդ սատանիզմը որ կա, որը բացահայտվել է այդ մի խոսքով իրենց։ Ամբողջ բարձվում է 20-ի 20-30 տարվա արձանները որ դրել են, բոլորը սիմվոլիզմի մեջ է։ Այսինքն այս ձևով մարդկանց օրենքներով, քարոզով, բանով ոչնչացնում են ուղղակի եվրոպական քաղաքակրթությունը, որ իրենց իշխանության համար ոչ մի արգելք դիմադրություն չլինի։ Հիմա էլ սա խնդրեմ Գերմանիայում ոստիկանները եկել են երեխայի տանում են, որովհետև ծնողը ասել է հոմոսեքսուալիզմը լավ բան չի։ Արա ծնող։ Բնականաբար այդպես է պետք է ասել։ Այնպես որ շատ վատ է Եվրոպայի վիճակը։ Ես չգիտեմ, ես չեմ ասում Եվրոպան վատն է, սա օբյեկտիվ իրականությունն է։ Կամ Եվրոպան ինքնամաքրվելու process-ով կգնա եւ ասեմ միգրացիան եւ հետ ուղարկելը միգրանտներին առաջի քայլն է։ Կամ հետո կսկսի այդ ձախականությունը, ծայրահեղ ձախականության դեմն առնել, հա, կփոխի, կգա իր ինքնության վերականգնմանը, բիվա որ ես չեմ պատկերացնում ոնց է արվելու, ոնց է մաքրվելու, ասենք, չգիտեմ, Բերլինը կամ Փարիզը, անշուշտ չեմ պատկերացնում, էլի։ Փարիզը Էյֆելյան աշտարակի կողքերով մանգալ չի լինում։ Քեզ թվում է դու Նիգերիա ես ընկել էլի, Նիգերիա, հա։ Այլ մնացած կենտրոնական, գերմանական, ֆրանսիական քաղաքների համար չեմ ասում։ Կամ իրանք մի ձև կգտնեն կմաքրվեն, կամ, ինչ ասեմ, մնաց վալով Եվրոպա։ Լավն է այդ ժամանակը։ Սա էլ մյուս սիոնիստը, Ստարմերը։ Ասում այս ոչ մի ձևով չեմ օգնի, որ Եվրոպայի միությունը արգելանք տնի անկարծ Իսրայելի նկատմամբ։ Այսինքն իզոլացիայի մերժման բան կա, լուրջ կռիվ է գնում, քաղաքակրթությունների կռիվ է գնում, եւ սիոնիստներ բոլոր երկրների միացել են, որ փրկեն Իսրայելին։ Այսինքն Եվրոպայում կան ձայներ, կան մարդիկ, որոնք ասում են, սա ապարտեիդ երկիր է, սա ցեղասպան գենոցիդալ երկիր է, ինչպես Թուրքիան։ Իրան պետքա մերժել բոլոր տեղերում, մեկ էլ ծնվում են, sense ծլում են արդեն ոչ են կարող լռեն, միջև Ուրսուլա ֆոն դեր Լեյաններ, փակում մեկ էլ պարզվեց ոնց։ Արդեն բանն է, սարմինն է։ Բա։ Ես ամեն ինչ կանեմ, որ սա անկաշ չլինի։ Կասեմ սա ստարմերն են մտնում, նայեմ, հարկա սխալ բան չաս։ Ես ճիշտ է ասում սխալ նկար էի դրել ուղղակի։ Հա, կամ ուղղակի նկարն է սխալ, որտեղ նայում եմ ուսուցել ստարմերը չի։ Այն Շվեդիայի նախագահը որ ասում է, որ ուզում է արկելա փակի, ստարմերն ասում է ոչ։ Էս է տարբերությունը, ուղղակի սխալ նկար էի։ Ստարմերն ասում է ոչ մի պարագային թույլ չեմ տա։ Սկանդինավիայի երկրներն ուզում են սրան արկելա փակեն, ստարմերը ասում ոչ, ինչ ես խոսում ես դա չեմ կարող թույլ տալ։ Ճանաչեք ովքեր են, սա բանում է, մակում է այս կռիվը։ You spoke, now I speak. They should not be personal. It should not be personal. You part of the bullying. I have a point of order. Shame on you. I have a point of order. You spoke, now I speak. Walk out. You walk out. We have verified evidence. You part of this. This is a point of order. You part of this obsession. No personal attack. You part of this obsession. No personal. Ինչի մասինա կռիվը, մակի ներկայացուցիչը ասում է դուք ցեղասպան եք, դուք ես հանցագործություն եք, իրականացել այսօր հերթական լրագրողին են սպանել կրակոցով, 10 հոգու հետ սպանել են լրագրողներ ընտեղ, դուք ցեղասպան երկիր եք, այս լկտի գոռացողը հենց Իսրայելի դեսպանն է մակում։ Ես այսօր կարդում էի բոլոր երկրների կարողությունները, սոսկալի ասել անց հնարավորությունը, 15 տրիլիոն դոլար հաշվում, 15 տրիլիոն դոլար հաշվում հրեական կապիտալ աշխարհում, 15 տրիլիոն, երկու անգամ ավելի շատ է, քան Ամերիկա բյուջեն, 15 տրիլիոն, որ ունեք իմանաք Հայաստանի հայկական աշխարհի հարստությունը մոտավորապես 400-500 միլիարդ հաշվում, այսինքն 30 անգամ հրեական կապիտալը Հայաստանի հայկական կապիտալից մեծ է։
Դրա համար է Իսրայելի դեսպանը ամբողջ ձայնով գոռում է ու ամոթանք է տալիս։ Իրանք սպանում են, իրանք աջուձախ կոտորում են, մի հատ էլ ինքը գոռում ու ամոթանք է տալիս Մայքի ներկայացուցիչ։ Տեսեք, 30 անգամ, այս թվերը շատ կարևոր է իմանալու համար։ Մի կողմից մեր հնարավորությունների բաժնի համաչափությունը հայկական աշխարհի եւ հրեական աշխարհի 30 անգամ հրեական աշխարհում գնում կապիտալով, բայց այնտեղ ուրիշ բաներ կա, ես ամասին խոսամ, կա նաեւ հարցեր, որոնք փողով չի լուծում, հեղինակություններն են լուծում, այդտեղ մենք կարող ենք բալանսի գալ, որովհետեւ կան եւ հրեա հեղինակություններ եւ հայ հեղինակություններ, բոլոր հրեա հեղինակությունները չի որ սիոնիստ են, բայց բոլոր հայ հեղինակությունները հայ են, այ մեր մեջ այս խնդիրը չկա, մեր մեջ չկա, որ ես քանել հայ չի, մեր հայը հայ է, եթե իրեն հայ է համարում, բայց իրանց մեջ, դու այնքան էլ հրեա չես, կամ դու հրեա ես հավատացյալ չես, կամ հավատացյալ չես սիոնիստ չես, մի խոսքով, կոնֆլիկտներ են շատ։ Հիմա այս 500 միլիոն պատկերացնում եք հայկական կապիտալի, եթե գոնե 10%-ը, 500 միլիարդ, կամ մի տոկոսը ներդրումով գար Հայաստան, կգա է, մի տոկոսներ կգա, 2%-ներ կգա, 10-15 միլիարդ ներդրումով, այսպես կգա, գիտեք երբ, երբ որ մենք պետականություն ունենանք, այն կարգի, որ ապահովի մասնավորի սեփականության անձեռնմխելիությունը, տես չեմ ասում լինի ազգային, չեմ ասում չլինի սուպեր, չէ, դատարանով, օրենքներով ապահովի ցանկացած ներդրողի սեփականության իրավունքը, որ չլինի, ասենք, Սաշիկի զո, Գրզոյի զո, Լֆիկի զո, իշխանության զո, ուղղակի օրենք աշխատի։ Այդ 500 միլիարդից 1-3%-ն գա Հայաստան, Հայաստանը այդ 5-10-15 միլիարդը մի տարվա մեջ կարա կրկնապատկի, մեկ տարվա մեջ, այսինքն այնքան ոլորտներ կա, որ դեղի ներդրումների կարիքը կա, որ ինքը այդ իր հանայի մեջ մեկ տարվա մեջ ինքը կարա կրկնապատկի, Հայաստանում չի լինի աղքատ մարդ, Հայաստանում չի լինի պարապ մարդ, այժմ կգնելու ենք բան գա, հնդիկներ էլի ներմուծենք, կամ չինացիներ, որ այդ ամբողջը իրականացնող լինի, այսինքն մեզ աշխատուժա իրոք պետք լինելու, էլ չեմ ասում ինչքան հայ կարա վերադառնայի վերջը աշխատանքի։ Մի քիչ ես եղմեցի օրակարգից, բայց այս թվերը շատ կարևոր է իմանալը։ Իսկ առաջին նորից բնութագրել է, որ սա մահվան կուլտի գլխամասա, մահվան կուլտի գլխամասա Իսրայելը, Թել Ավիվը, աշխարհի մակարդակով մահվան կուլտի գլխամասը հենց դա Իսրայելը։ Ուրեմն միջազգային դատարանից են պարզաբանում, որ 23 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ով ծառայել է Իսրայելի բանակում, ինքը ավտոմատ համարվում է war crime, ինքը կասկածվում է ռազմական հանցագործության մեջ, ու վերջ։ Հետաքրքիր է, չէ, ես միշտ ասել եմ, այս հոկտեմբերի 7 կոչվածը, դա Իսրայելի կազմակերպված պրովոկացիաներ Արցախը դատարկելուց հետո, որ նույն բանը պետք է անեին այնտեղ։ Հիմա վերջապես սա միջազգային դատարանը չներողություն ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեից է, որ պոտենցիալ բոլոր ովքեր ծառայել են դեռ կասկածում են ռազմական հանցագործությունների դեմ։ Ինչ կա։ Իսրայելի ռաբինն է, սա հայտնի Շալովը, ցանկացած երեխա Գազայում ծնված պետք է սովամահ լինի, վերջ, սովից պիտի մահանա, պետք է այնքան սովածուն է մինչև մահանա։ Սա իրանց պոլիտիկան է, պարզ հայտարարում են դրա մասին։ Ինչի է իմ համարեսի կարևոր, այս փոփոխությունները աշխարհում սրանց նկատմամբ, ու լավ է, որ սրանք էլ բաց են աշխատում, իրանց վերջը մոտեցնում են, սրանց վերջը մեր վերածննդի հնարավորությունն է, այսինքն Ալիևների, մնացած այս կեղտոտ ռեժիմների վերջն է նաև,
ու սրանց է 15 տրիլիոնը կարողա չփրկի, որովհետև բաներ կա դու փողով ուղղակի չես կարող արնել, իհարկե ամեն ինչ կարելի է արնել փողով, մեծ փողերով առավել ևս ամեն ինչ կարելի է, բայց բաներ կա ամեն դեպքում, օրինակ աշխարհի որոշում, ՄԱԿ-ի որոշում, միջազգային դատարանի որոշում դու չես կարող փողով առնես, հակառակ հիմա այդ որոշումների բաների ընթացքում բանում պայմաններում դու ուղղակի անցակցես։ Եվ ագանք Թրամփին, ամերիկյան Նիկոլին, ասում ինչ եմ սիրում բանակցությունների մեջ Իրանի, որ ես կարող եմ ուղղակի դնել ու ռմբակոծել դրան, միջև սրանց կեղտը մեջից դուրս գա։ Հա, բայց մենք լավ ենք բանակցում իրար, եթե հանգար սխալ եմ, իսկ կփռեմ իրանց մի խոսքով, կեղտոտ բառեր գրաստեմ։ Ոչինչ հասնեմ իրանց վերջին։ Լավ է, չէ՞։ Լավ բանակցողա, չէ՞։ Լրիվ բանակցողա, լրիվ ինքն է։ Դա սա լսեք, բայց դա հենց առաջին չէր ասում, ստա լսեք։ An excursion to stop a very volatile group of people that are smart, very smart. You know, the Iranians, very smart people. They're sort of primitive genius. Իրանցիները շատ խելոք են ասում, պրիմիտիվ են, բայց հանճարեր են։ Հա։ Հա։ Բայց ես հենց կջնջեմ բոլորին։ Միաժամանակ եթե ես չեմ Իսրայել չեմ լինելու։ Այսօր աշխարհի կարևորագույն հարցերը տրված է այս մարդուն լուծելու։ Ես համար եմ ասում, այն բոլորը ուրախացել են ռուսաստանի ռմբակոծությունով, որ ինքը այսօր օգնում է բանին, Ուկրաինային։ Մի կասկածեք, որ կարող է վաղը նույն ձևի, սենց մի օրվա մեջ փոխվի ու սկսի Ուկրաինային էլի ճնշել, ռուսների զենք, ոչ թե զենք տալ, այլ զենք չտալ ուկրաինացիներին, թողել որ Ռուսաստանը իրեն նավթ վաճառի։ Սա մի մարդ է, որ օրվա մեջ կարա ինչ ուզենա խոսա։ Ինքը ուղղակի ոչ մի խնդիր չունի։ Ամերիկյան Նիկոլն է։ Բայց սա արդեն չի փրկելու դա, որովհետև իր դատավճիռը արդեն կայացված է։ Այո, Իսրայելում սա դատավճիռը կայացված է։ This is huge breaking news coming in. And it isn't from Tehran, it isn't from Gaza, it's coming from inside Israel itself. For the first time in years, the Israeli public is turning on Donald Trump. And according to The Guardian and Al Jazeera, the word they keep using is one word: betrayed. Վերջ, ինքը դարձել է Իսրայելի բնակիչների համար դավաճան։ Բոլոր իր հովանավորները, դոնորները, ամենագլխավոր սիոնիստները իր պրիգավորը հնչացել են, իր դատավճիռը հնչացել են որպես դավաճան։ Ու փոխանակ էս լուրջ այս դավաճանը իսրայելցիների համար։ Ինքը դուրս գա այս պատերազմից ու չթռնի Իրանի դեպքին, որովհետև այս բանը պայմանագիրը խախտեց Իսրայելը։ Այս զինադատարը խախտեց Իսրայելը։ Հենց պայմանավորված գիշեր ասեց թքածուն եմ, որ պայմանագրի ես ռմբակոծել եմ։ Դե ռմբակոծել ես առիքես։ Հա։ Ինչ արեց ինքը։ Մի կողմից դարավ դավաճան իսրայելցիների համար, մյուս կողմից էլ էլի հոխորտում է Իրանի վրա։ Ես լոգիկան իհարկե չեմ հասկանում։ Սա ոնց կաս Նիկոլի լոգիկան ոնց կարելի է հասկանալ։ Առանց հասկանալու, որ ինքը արդեն մեկ է, իր պտիգավոր դատավճիռը կայացված է, ինքը դավաճան է։ Իշտե ինչ անում Մոսադը դավաճանների հետ, իրեն դավաճանացների հետ, իսկ թվում է բոլորը արդեն հասկանում են ինչ կարա լինի։ Երեք Բրուքլինում վարվեց 170 տարվա եկեղեցի։ Այսօր մեծ բախումներն եղա, այլանդակություններ եղա, այդ Նյու Յորքի կենտրոնում, Times Square-ում։ Ինչ ուզեն անել էլ իրանք։ Որտեղ այնքան ագենտ, այնքան բան, որ իրանք ունեն հնարավորությունն են, փող եւ ագենտ։ Եվ Նյու Յորքում եւ աշխարհի ցանկացած տեղում։ Շատ քիչ բանվարտիկ ունեն, շատ քիչ կազմակերպություններ ունեն։ Մոսադի հետ դժվար է այս հարցում վիճելը, որովհետեւ անսահմանափակ է իրաց փողերը։ Անսահմանափակ 15 տրիլիոն, գիտեք այդ ինչ։ Նեսոյս Թրամփի փոխարեն կան մի չի լինի։ Այս հերթական հանրապետական բանն է, սենատորն է, հայ, սենատորն է բացահայտվել մանկապարտության մեջ։
Սրանց բանը պարտադիր է մանկապիրս լինելը, մանկապիրս չէ, սենատոր չես դառնում հանրապետականներից, նույն դեմոկրատներից, սա բոլորը Էփստինի ընկերներն են, պարտադիր է, կամ դու մեզանից ես, կդառնաս սենատոր կոնգրեսմեն կամ դու չես դառնում, բայց ստեղ էլ ներքին պետությունը կռիվ է տալիս, այդ deep state կոչվածը կռիվ տալիս է։ Վերադառնանք Հայաստան։ Ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավին։ Պետք է քֆուր տամ ես, ավելի լավ է չտամ էլի։ Ցո ծիծաղած, ձեռ առնես, ես հետ եմ ասում, էլի իրան գժի տեղա դրեք, այս ժողովրդին է, ինձ թվում է ժողովրդին է գժի տեղ դրել, ինքը լավ էլ գիտի ինչ անում։ Այո։ Ես ինչ կասեմ Նիկոլ Փաշինյանի, եթե հանդիպեմ, կխնդրեմ, որ խաղաղ հեռանա, որպեսզի մեր երկիրը, մեր սահմանները լինեն պաշտպանված։ Դուք պատկերացնում եք հիմա սա տակ մտնում են բաները, Նիկոլի անդեմք ֆեյքերը, կամ այն որ մի հատ նկար է, մի հատ կին է, այսպես մեծ բան, այսպես հիմնականում այսպես գլխով, քառակուսի ու հայոյանքներ։ Արդյոք բան չի ասում գնա չէ, որ մեսի մեր երկիրը իրոք։ Պատկերացնում եք ինչ հայոյանքներ է գրում այս մարդկանց ասի։ Միջև այս վերջի տեսանյութը ցույց տալը, ես այս մասին մի քիչ ուզում եմ կանգնեմ այս մասին։ Մեր հասարակությունը երբեք այսքան բաժանված, այսքան ցածրացած իր դրսևորումների մեջ չի եղել։ Մեր հասարակության մեջ հայոյանքը թվաց չի եղել։ Հայերենում ընդհանրապես հայոյանք չի եղել, գիտեք չէ՞։ Հայերենում հայոյանք չի եղել։ Իսկ հիմա ոչ թե միայն հայերենում հայոյանք կա, այդ հայոյանքը բերվել է դաշտ, դարձել է նոր նորմալը։ Ու դա իրականացրեց Փաշինյան Նիկոլը։ Որովհետև մինչև 18 թիվը ինտերնետում ոչ մեկին չէր հարևում։ Ոչ մեկ Սերժ Սարգսյանին քննադատողներին չէր հարևում։ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց առաջինը, ստեղծեց պետության հաշվին, այսինքն հարկատուների հաշվին հիմնարկ, որը պետք է հարկատուների փողերով, հարկատուներին հայհոյեր ամենագրիկ, ամենատականք, ամենակեղտոտ ձևերով։ Եվ սա մտավ բանի մեջ, նոր նորմալի մեջ։ Մինչդեռ մենք ունենք սոցիալական կոնսենսուս, համերաշխություն ունենք, մենք բոլորս չէինք սիրում Սերժ Սարգսյանին, լուր, մեկը մի քիչ աղմկոտ, բայց բոլորս չէինք սիրում, Սերժը գիտեր, առանձնապես դրանով չէ, բանոն մտահոգված, ինքն իրա շախմատ էր խաղում մարդկության հետ։ Ինքը երբեք չէր բանում ձգտում, որ ինչ չսիրողներին արեք հայոյեք, ինքը գիտեր, որ ինքը սիրելու բան չի, առանձնապես, ինչ էր արել, որ իրան սիրեին։ Իսկ չսիրելու համար լիքը պատճառներ կար, բայց սա չէ, սա ինտրիգանտ, սա ինտրիգների սիրահար, դրանով սնվող սատանիստ, չէ, ինքը պետք է ինքը գիտեր ինչ անելու, ինքը գիտեր ինչ աղետներ է բերելու մարդկանց գլխին եւ հիմիկվանից հետ պետք բոլորի բերաները փակել, նաեւ որ ոչ մեկ չկարողանար իրեն քննադատել, վախենար գրել ինչ-որ մի բան։ Եվ դա աշխատեց շատ դեպքերում աշխատեց։ Հետագայում, որ Նիկոլ Փաշինյանին Նյուրնբերգով հայկական դատեն, այս բարոյական վնասների համար, հասարակությունը սենց նվաստացնելու, տրոհելու, այս կեղտոտ տրադիցիան մտցնելու, սա շատ դժվար է լինելու հանել է, շատ դժվար։ Դու նայում ես, դու ոչ մի բան չես արել։ Չգիտեմ, դու կարծիք ունես, մեկ էլ մի հատ անասուն որոշել է, որ ինքը քեզ պետք է հայոյանք տա։ Այլա դու բանը չես ասել է։ Դու ոչ մի բառ չես ասել, բայց մեկը բերանը բացվում է ու արդեն ոնց որ ինչ ասեմ, զուգարանի կոնքի կապալիչը բաց մնացած լինի։ Նայում ես մարդուն, տարիքին, սեռին, ասում ես դու այսքան ապրել ես, որ քո բերանից սա դուրս գա։ Ու արդեն այնքան սովորական է դառել, այնքան որ sense մարդիկ չեն մտածում, քֆուր տան թե չտան։ Այս ամեն ինչի համար առանձին հոդվածով ճիվաղը պետք է պատասխան տա։
Պիտի պատասխան։ Իսկ իմ էս տեսարանն եմ ուզում։ Քանի որ խոսակցությունները շատ է գնում, ինձ շատ են հարցվել, մեկը ռուսամետ է ինձ համարում, մեկը եվրոպամետ է, ես ամեն ինչ լսում եմ իմ մասին, էլի շատ հետաքրքրական։ Ես բոլորին ուզում եմ մի բան ասել, ժողովուրդ ջան։ Մեր հայրենիքը սա է։ Մենք այստեղից ենք։ Այստեղից ենք սնվում էներգետիկայի առումով, քաղաքակրթության առումով։ Որտեղ ամեն մի հող, ամեն մի ջուր ունի հիշողություն եւ էներգետիկա։ Ջուրը ունի հիշողություն, հողը ունի էներգետիկա։ Եվ ինքներդ նկատած կլինեք, ցանկացած հայ, որ կտրվում է այս հողից ու ջրից, ասեք հողից ու ջրից, հիշողությունից ու էներգետիկայից, կար ժամանակ հետո ինքն էլ իրան սկսում է չճանաչել։ Որտեղ ինքը ոնց որ մարդուն ուրիշ վիտամիններ տան։ Մեկի մոտ իմունիտետը բարձր է, ինքը երկար կարողանում դիմադրել, մեկի մոտ արագ, մեկը նայում ես մարդը սկսել արդեն ակցենտով խոսալ։ Ես այնքան եմ տեսել, երբ որ շատ եմ ճարփորդել։ Տեսնել եմ այնքան մարդիկ, ասենք 1-2 տարվա գնացած, արդեն օ լալա, լրիվ։ Խոսքի մեջ լրիվ օ լալա։ Ասենք Երևանից տեղափոխված, ասենք օ լալա է, ասում էլի։ Իմունիտետով թուլերը միանգամից են, ուժեղները դիմանում են։ Հիշեք, մեծ հայքը դա ընդամենը տարածք չի, դա հայրենիք է, դա էներգետիկ դաշտ է, դա քաղաքակրթության կենտրոն է։ Ով իր պատկերացումների մեջ, իր տեսակի մեջ ինքը զգում է, որ ինքը մեծ հայքի ծնունդ է, հետևաբար այդ քաղաքակրթության կրողն է, հետևաբար այդ տարածաշրջանի էներգիան, ջուրը իր համար կարևոր է եւ ինքը դրանով է սնվում։ Չմոռանանք, ծովինարի պատմությունը։ Հենց այդ գետից պետքա ծնվեին Սանասարն ու Բաղդասարը, հենց այդ ջրից։ Ուրիշ ջրից դա չէր կարող ծնվել։ Մեր մտքերի մեջ, մեր պատկերացումների մեջ սա պետք է լինի։ Թե եւ սրան կհասնենք, ինչ արագությամբ, ոնց, ընդհանրապես կապ չունի։ Դա քաղաքականություն է, դա իրավիճակային քաղաքականություն է, դա աշխարհի փոփոխություն է, բայց մարդ պետք է հասկանա, սա է իր երկիրը։ Մեծ հայքը եւ ինքը պետք է չսահմանի, չգիտեմ, շորբուլախի կամ ասենք ինչ որ թաղի բանը շրջանակներում, որովհետեւ եւ դու ընդամենը շորբուլախի մակարդակների վրա քո մտածելակերպը եւ քո պատկերացումները դու արդյունքում ունենես շորբուլախ։ Էն էլ կեսն են տալի քեզ, կեսը։ Էն էլ հետո ընթացքում տեսնում ես որ կեսի վրա ապրել չի լինում, արա ասում ես ինչ սա պետք է որտեղ հաց ընդեղ կաց, ասում են չէ՞ մերոնք ու գնում են ասեն։ Ու վերջ հետո բարձում է այս շորբուլախն է քոնիչ։ Սա է մեր ինքնությունը, սա է մեր նպատակը, պետք է գնանք սրա։ Սա չի նշանակում, որ վաղը պետք է զենքերը վերցնենք կրակենք, բայց պետք է հասկանանք բան։ Սա պետք է մեր լինի օրակարգն ու նպատակը։ Օրակարգն ու նպատակը։ Այսքան բան։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։